Ըստ խնդրի հավաքվածներից յուրաքանչյուրը մյուսներին ասաց, որ դուք բոլորը ցետախոս եք։ Պահանջվում է գտնել, թե քանի ճշտախոս կա նրանց մեջ։ Դե արդեն ակնհայտ է, որ մենք չունենք ինչ-որ քանակություն, որպեսզի հասկանանք, թե առհասարակ քանի հավաքված կար։ Ինքն մենք գիտենք, որ հավաքվածները ինչ-որ խումբ են կազմում։ Ահա, նա մեր հավաքվածների խումբ։ Եվ ակնհայտ նրանք կարող են 7 հոգի, 10 հոգի, 20 հոգի կամ առհասարակ 100 հոգի։ Եվ այսպես շարունակ։ Քանակ մենք չգիտենք, ինչը նշանակում է, որ այդ քանակից անկախ է մեր պատասխանը լինելու։ Իսկ պահանջվում է գտնել, թե քանի ճշտախոս կա։ Ինչպես կարելի է այս խնդիրը լուծել։ Դե առհասարակ, եթե մեզնից հենց ճշտախոսների քանակն է պահանջվում գտնել, պետք է ենթադրել, որ նախ ճշտախոսներ չկան։ Տեսնենք ինչ որ հակասության գալիս ենք դրա վրա, թե չէ։ Եթե ինչ որ հակասության եկանք, դա նշանակում է, որ գոնե մեկ ճշտախոս կա։ Հիմա այդ մեկ ճշտախոս ունենալուց հետո պետք է հասկանալ ավելի շատ կարող են լինել, թե ոչ։ Շատ լավ, հենց այդ նույն մեթոդով նկարագրած մտքերի քայլերով հերթականությամբ կլուծենք այս խնդիրը։ Դրա համար քայլ 1-ը մեր հենց կլինի այն, որ մենք կենթադրենք, թե ոչ մի ճշտախոս չկա։ Ենթադրենք ճշտախոս չկա։ Այստեղից հետևում է, եթե մենք ունենք մի ամբողջ խումբ մարդիկ, որտեղ ոչ մի ճշտախոս չկա, նշանակում է, որ բոլորը այդ խմբում ստախոս են։ Ինչը նշանակում է, որ եթե մենք այդ խմբից ինչ-որ մեկին առանձնացնենք, մնացածը մեզ մոտ նույնպես ստախոս են լինելու։ Ահա, սա շատ կարևոր է։ Եթե առանձնացնենք ինչ-որ մեկին, նա դա նույնպես ստախոս է։ Ահա։ Շատ լավ, տեսեք ինչ արեցինք։ Ենթադրեցինք, որ ճշտախոս չկա, ինչը նշանակում է, որ բոլորը ստախոս են։ Հիմա երբ մենք մեկին առանձնացնում ենք ինչ-որ մարդու, էական չէ թե հավաքվածներից ում ենք առանձնացնում, մնացած մարդիկ, մնացածը նույնպես ստախոս կլինեն ակնհայտ։ Իսկ առանձնացրածը ահա այս սկզբում առանձնացրած մարդը կպնդի, որ մնացածը ստախոս են, ինչը ճիշտ է։ Եվ եթե պնդում կատարողը ճիշտ պնդում է կատարում, նշանակում է, որ նա ճշտախոս է։ Ուստի, տեսեք, առանձնացրածը կպնդի, որ մնացածը ստախոս են, ինչը ճիշտ է, ուստի ինքը, ահա այս առանձնացրածը, ստախոս է։ Բայց մենք պնդում էինք, որ ճշտախոս չկա։ Այստեղից գալիս հակասության։ Շատ լավ։ Այսինքն, երբ մենք ենթադրում ենք, որ ճշտախոս չկա, մենք ակնհայտ գալիս ենք հակասության։ Դա նշանակում է, որ գոնե մեկ ճշտախոս կա։ Հիմա դրա համար եկեք ենթադրենք, այսինքն մենք գիտենք, որ գոնե մեկ ճշտախոս կա։ Հիմա եկեք ենթադրենք, թե ճշտախոսների քանակը մեկից ավել է։ Եթե այդտեղ հակասության գանք, դա կնշանակի, որ մենք ուղիղ մեկ ճշտախոս ունենք։ Եթե հակասության չենք գա, դա կնշանակի, որ մեկից ավել ճշտախոս կարող ենք ունենալ ու պետք է գտնել, թե ինչից ավել ճշտախոս մենք չենք կարող ունենալ։ Ինքն այդ վերևի սահմանն է պետք գտնել։ Ինքն գոնե մեկ ճշտախոս կա։ Հիմա եկեք ենթադրենք, թե կա։ Տեսեք, եթե մենք հակասության գանք, օրինակ 2 ճշտախոսի համար, դա կնշանակի, որ 2-ից ավելի դեպքում նույնպես կարողանանք գալ նույն հակասությանը, եթե ճիշտ են կատարել քայլերը ու ընդհանրացված ենք ներկայացնում։ Հիմա դրա համար եկեք ենթադրենք, թե կա 2 ճշտախոս ու տեսնենք, թե ինչպես ենք հակասության գալու։
Ու դրա համար կօգտագործենք այս մեր հավաքվածները։ Ահա այս հավաքվածների խումբը կբաժանենք ճշտախոսների, երկու կանաչը ճշտախոս են, մնացած կարմիրները ստախոս։ Այստեղ փոքր կետիկները նշանակում են, որ մենք չգիտենք, թե ստախոսները ինչքան են։ Չէ՞ որ եթե իմանայինք ստախոսների քանակը, դա կնշանակեր, որ մենք ընդհանուր խմբի մարդկանց քանակը գիտենք, որովհետև հստակ նշել էինք, որ երկու ճշտախոս կա, բայց մենք չգիտենք, ուղղակի գիտենք, որ երկու ճշտախոս կա ու մնացածը ստախոս։ Հիմա երբ առանձնացնում ենք երբ առանձնացնում ենք, եկեք նրանց նաև համարակալենք, թող լինի առաջին ճշտախոս ու երկրորդ ճշտախոս։ Դա շատ ավելի կհեշտացնի մեր գործողությունները։ Եվ այսպես խնդրի լուծում նկարագրելը, երբ առանձնացնում ենք առաջին ճշտախոսին, նա պնդում է, որ մնացածը ովքեր են, ստախոսներ և դրանց էլ ավելացրած երկրորդ ճշտախոսը։ Ահա, երկրորդ ճշտախոսը ստախոս են։ Ինչը ակնհայտ սխալ է։ Որտեղից էլ հետևում է, որ առաջինը ստախոս է։ Եվ այսպես կգանք ցանկացած այլ քանակությամբ ստախոսների, կներեք, ճշտախոսներ ունենալու դեպքում։ Այսինքն միշտ կլինի այդ խնդրումը, եթե մենք մի ճշտախոսի առանձնացնում ենք եւ նա պնդում է, որ մնացածը ստախոս են, այդ մնացածի մեջ այդ ճշտախոսն էլ է մտնում։ Դրա համար մենք չենք կարող ունենալ մեկից ավելի ճշտախոս։ Եվ այս խնդրին կհանդիպենք ցանկացած ճշտախոսների քանակի դեպքում։ Ահա։ Եվ եթե եկնք այս հակասությանը, դա նշանակում է, որ կա ընդամենը մեկ ճշտախոս։ Շատ լավ, եկեք ամփոփենք խնդրի լուծումը ու ավելի ուշադիր լինենք, թե ինչ քայլեր ենք արել։ Ամենասկզբում ինչ էինք մենք անում, դա ուշադրություն դարձրինք, որ մենք չգիտենք հավաքվածների քանակը, մենք ուղղակի գիտենք, որ ինչ որ մարդիկ են հավաքվել, նրանց այսպես օվալի մեջ լցրինք, ահա այս խմբով պատկերացինք, հետո պնդումները սկսեցինք մտածել ինչպեսին կլինեն, դե նախ քանակը կարող էր տարբերվել, ուստի մեզ մոտ ուղղակի պետք է ճշտախոսների քանակի վերաբերյալ որոշակի պնդումներ անել եւ փորձել ինչ-որ հակասությունների գալ, որպեսզի կարողանանք սահմանափակենք քանակը։ Դե քայլ մեկը այն էր, որ ամենասկզբում ենթադրենք, որ ճշտախոս չկա, որովհետեւ եթե մեզ մոտ ամեն ինչ ճիշտ լինի այդ ճշտախոս չլինելու պնդումից հետո, նշանակում է, որ ճշտախոսներ չկան եւ խնդիրը շատ արագ կավարտվեր։ Եթե ճշտախոս չկա, նշանակում է բոլորը ստախոս են։ Հիմա երբ մենք առանձնացնում ենք ինչ-որ մեկին այդ ամբողից, մնացածը նույնպես լինում են ստախոս, քանի որ բոլորն էին ստախոս։ Իսկ առանձնացրածը պնդում էր, որ մնացածը ստախոս են, բայց դա ակնհայտ է, մենք նշել էինք, որ բոլորը պետք է լինեն ստախոս, ինչն էլ ճիշտ պնդում է, ինչպես այստեղ նշվել է, բայց այդ առանձնացրածը կնշանակեր, որ ճիշտ է խոսում, ինչն էլ արդեն հակասության է բերում, որովհետև մենք նշել էինք, որ բոլորն են ստախոս, մենք ճշտախոս չունենք այդ ամբողջում հավաքվածների մեջ։ Հետևաբար մեզ մոտ պնդումը կամ ենթադրությունը, որ ճշտախոս չկա, սխալ է ամբողջությամբ։ Շատ լավ։ Դա նշանակում է, որ գոնե մեկ ճշտախոս կա։ Հիմա մենք ենթադրեցինք, որ ճշտախոսների քանակը 2 է, որովհետև եթե 2-ի վերաբերյալ մենք հակասության կանք ու ինչ-որ քայլերը ճիշտ լինեն նկարագրված, մենք կարող ենք դա ընդլայնել նաև ավելի շատ ճշտախոսներ ունենալու դեպքում։ Հիմա
մենք երբ ենթադրում ենք, որ ճշտախոս կա, համարակալեցինք մեր ճշտախոսներին առաջին եւ երկրորդ, իսկ մնացածը ստախոս էին։ Երբ մենք առանձնացնում ենք այդ առաջին ճշտախոսին, նա պնդում էր, որ մնացածը իսկ մնացածները հիշենք, որ ստախոսներ գումարած երկրորդ ճշտախոսն էին, ահա, այսքանը։ Ստախոսը ինչը ակնհայտ սխալ է, որովհետև նրանց մեջ կա ճշտախոս, որտեղից էլ հետևում է, որ առաջինը ստախոս է, բայց արդեն գալիս ենք հակասության, որովհետև առաջինը մենք գիտենք, որ ճշտախոս է։ Այսինքն ավելի շատ ճշտախոսներ ունենալու դեպքում մենք գալիս ենք հակասության, եւ այսպիսի հակասության մենք կհանդիպենք ցանկացած ճշտախոսների քանակի դեպքում։ Մեծ կամ հավասար 2-ի։ Եվ եթե ցանկացած երկու եւ ավելի ճշտախոսներ ունենալու դեպքում մենք այս նույն հակասության ենք գալու, որովհետեւ միշտ կարելի է կապ չունի թե ինչքան քանակությամբ ճշտախոս մենք ունենք, մենք միշտ կարող ենք առանձնացնել ուղղակի երկու ճշտախոսի եւ նրանց վրա գալ ահա այսպիսի հակասության։ Այսինքն եթե մեզ մոտ ճշտախոսների քանակը օրինակ լինի 50, չգիտեմ, շատ մեծ թիվ, մենք կրկին կարող ենք ասել ուղղակի առանձնացնենք առաջին երկու ճշտախոսի, նրանց անունները դնենք առաջին եւ երկրորդ։ Հիմա, եթե դիտարկում ենք առաջինի տեսանկյունից ասվածը, նա կասի, որ մնացածը, որտեղ ներառված է արդեն երկրորդ ճշտախոսը, ստախոս են, ինչը սխալ պնդում է, որովհետեւ նրանց մեջ կա ճշտախոս։ Հետևաբար միշտ երկու ճշտախոսի համար մենք կարող ենք այսպիսի հակասության գալ։ Եվ եթե երկու եւ ավելի ճշտախոս կա, մենք միշտ երկուսին կընտրենք ու կգանք այս հակասության, որտեղից էլ արդեն ստացվում է, որ կա ընդհանրապես մեկ ճշտախոս, ինչն է մեր խնդրի արդեն ամբողջական լուծումը։ Շատ լավ, այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ավարտել։